Մինեսոտայում իբրև թե մի հատ 21 տարեկան մեկ բլոգեր գնացել ինչ-որ հետաքննություններ կատարել, թե ինչպես սոմալիցիները, որտեղ շատ կա Մինեսոտայում, ես հիշում եմ իրենց հազարներով, տասնյակ հազարներով բերեցին Սոմալիային վատ տարիներին եւ տեղավորեցին սա այդ նահանգներում հյուսային, իրենք օգտվում են դրա կողմից ֆինանսավորվող ծառայություններից, փող են ստանում, բայց առանց ծառայությունը մատուցելու։ Օրինակի համար փոքր երեխաներին նայելու համար, ասենք բեբիսիթերությունը, daycare-ն ասում, հա, տանում ես երեխայի տոմս, հայկական կոնտեքստի մեջ մանկամուսորների եւ մանկապարտեզների, այսպես ասած, մասնավոր ցանց, որի համար դու ստանում ես ինչ-որ դոտացիա, պետությունը քեզ վճարում է դրա համար, ամեն մի երեխայի գնով։ Սոյս խելոքները ամեն մեկը մի հատ իր տանը կամ ինչ-որ մի ստից տեղ գրել է, որ ինքը մանկապարտեզ է բացել, դե այսքան էլ երեխա ունեմ, ինչ-որ անուններ է տվել, իրենց համայնքից գնացել հավաքել են անունները երեխաների, ծննդական ծննդյան թիվ եւ այլն, եւ դրանց համար ամեն մեկի գլխին, ասենք թե փող է ստանում, կամ ասենք թե ծառայություն են մատուցում, որ իբրև ծերերին տեղափոխում են, տանում են բժշկի տվերում ես եւ այլն, բաներ, ինչպես գիտեք, այդպես Կալիֆոռնիայի այդպես բաներ կա։ Խոսքով սրանք մի քանի միլիարդ դոլարի վրա այդպես ծախսեր են արել, ֆրոդ են արել, այսպես ասած։ Իրականության մեջ այս սրանց վրա արդեն գործը կար 2 տարից ավելի կատարվում էր, ուղղակի ուշադրություն հասարակության ուշադրություն չէր հատվում, մանր իրանց համար աշխատում էին քնչական, ասենք թե մարմինները, հա։ Միջև որ սա հանեց ուրեմն TikTok-ի վրա, YouTube-ի վրա, սկսեցին ինտերվյուներ անել, Թրամփը տեսավ ճանաչավ, մարդկանց ուղարկեց, FBI-ն հրամայեց հավելյալ քննիչներ ուղարկի այնտեղ եւ այլ։ Մի խոսքով մեծ բան դարձավ եւ ավելի, ոնց ասեմ, շեշտեց իմիգրանտների զեղծարար բացասական ազդեցություն ամերիկյան տնտեսության վրա ունեցողների այդ, ասենք, տպավորությունը։ Արդյոք դա սուտ է, չէ, իհարկե, հարասում չէ, պետք չի ես հիշեցնեմ, թե նույն ամեն տարի ինչքան ինչ-որ հայ են բռնում տենց գործերի վրա եւ կամ ուրիշ բաներ։